հրաշք շինություններ էր Կամբոջայում եւ շարունակենք մեր զրույցը եւ միգուցե հրաշք շինություններ կան Երևանում կամ Երևանի մոտակայքում։ Այո, մեկնարկում է կառուցապատման ոլորտի տարածաշրջանի ամենախոշոր ցուցահանդես վաճառքը՝ Տուն Էքսպոն։ Սա անշարժ գույքի եւ կառուցապատման ոլորտի ամենամեծ եւ մասշտաբային ցուցահանդեսն է տարածաշրջանում, որը այս տարի անցկացվում է արդեն 6-րդ անգամ։ Ցուցահանդեսի հիմնական նպատակը մեկ հարթակում համախմբելն է անշարժ գույքի շուկայի առաջատար խաղացողներին, ստեղծելով հարմար միջավայր գնորդների, ներդրողների եւ կառուցապատողների միջև ուղիղ կապ հաստատել համար։ Մեր տաղավարում է ցուցահանդեսի կազմակերպիչ Big Project ընկերության համահիմնադիր, մարքեթինգի եւ հաղորդակցության բաժնի ղեկավար Դիանա Հարոյանը։ Բարի առավոտ։ Բարի առավոտ, եւս մեկ անգամ շատ հաճելի է Դիանային այստեղ տեսնել, չէ՞ որ նա այստեղ աշխատել է նաեւ։ Նախկին գոլեգան է, այո։ Նախկին շանթցի, հա, չեն լինում։ Շանթեցի։ Դե բու բվեր։ Ես էլ հիշեցի։ Շանթեցի։ Խոսենք էքսպոից հերթական Տուն Էքսպոն եւ եթե օրինակ մենք ապրենք այնպիսի իրավիճակում, որ մեր համար կլորիկ թիվը լիներ ոչ թե 10, այլ 12-ը, ապա շնորհավոր ձեր փոքրիկ հոբելերը։ Շնորհակալություն։ Այո։ Պատմեք, ինչով է տարբերվում, էլ ավելի մեծ է, էլ ավելի խոշոր է, էլ ավելի հարուստ է, էլ ավելի վաու։ Էլ ավելի նորարարական է թերևս, նախ շնորհակալ եմ, ինձ էլ է միշտ հաճելի գտնվել Շանթի տաղավարում եւ լավ հիշողություններ եւ այդպես պայծառ տրամադրություն է գալիս տաղավարից, ինչպես միշտ։ Տուն Էքսպոն արդեն Երևանում 6-րդ անգամ, ընդհանրապես 7-րդ անգամ, որովհետեւ մի անգամ էլ Մոսկվայում արեցինք նախորդ տարի, Երևանում արդեն 6-րդ անգամ ու դարձել է կարծես շատ սպասված ամենամյա միջոցառում մեր քաղաքացիների համար, անգամ եթե որևէ մեկը բնակարան չի փնտրում, բայց ունի բնակարան, առնվազն ուզում է գալ հասկանալու համար իր ունեցած գույքը, ինչ կապիտալիզացիա ունի, ինչ գույքերի հետ է մրցելու եւ այլն, այսինքն անշարժ գույքի շուկայից իրականում ոչ ոք անմասն չէ, ով տուն չունի, գալիս է որ հասկանա ինչպես կարող է ունենալ եւ վերջապես երբ կարող է ունենալ։ Ով տուն ունի մտածում է միլիոնատեր եմ թե ոչ։ Այո, օրինակ, կամ մտածում է փոխեմ թե ոչ։ Բոլորի մասին է Տուն Էքսպոն եւ հատկապես ընտանիքներով գալու տեղ է Տուն Էքսպոն, որովհետեւ մենք գիտենք, որ տան գնման որոշումը երբեք եթե ամուսնացած մարդու մասին ենք խոսում, միայնակ չի կայացվում, հատկապես կանայք շատ մեծ դեր ունեն այս հարցում։ Կանայք են ամենակարևորը, բոլոր մեր հարցերում կանայք են որոշում։ Այո, եւ այս տարի մեր պետք է ժպտայի այս պահին, ոչ թե տխրեի հարամ։ Դա այդպես է չեն կարող ժպտել, այդ մեր վիճակագրությունն էլ է ապացուցում, որ եթե կանայք տղամարդկանց հետ են, ապա որոշումը բնակարանի ամրագրման վերջնական կայացնում են։ Ավելի հավանական է, քան եթե միայն տղամարդիկ։ Անձոր են տղամարդիկ, եթե կին ինչ բան որոշում է։ Քանի ընկերություն եւ ինչ նախագծեր են այս տարի մասնակցում։ Տաղավարները 100-ն են, 100-ից մի քիչ ավել, 104 կամ 5, բայց նախագծերը անհամեմատ ավելի շատ են, որովհետեւ յուրաքանչյուր կառուցապատող կարող է ներկայացնել 5, 6, 7 անգամ օրինակ կան անշարժ գույքի գործակալություններ, որոնք 10 ու ավել նախագծեր են ներկայացնում։ Այս տարվա մեր շեշտը ներդրումային գույքի վրա է նաև, որովհետև մենք ունենք արտերկրից 50-ից ավել նախագիծ, շատ տարբեր երկրներից, եթե փորձեմ թվարկել, մեզ մոտ միշտ է Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Իսպանիան, Պորտուգալիան, Կիպրոսը, Հունաստանը միշտ են եղել, բայց այս տարի օրինակ ավելացել է Եգիպտոսը, Թայլանդը, Անգլիան, Ռուսաստանը, Վրաստանը, անգամ Անգլիան, այո, դիտարկում է մեր շուկան որպես, այո, հետաքրքիր հարևանությամբ տուն գնել, այո, ընդ որում մեր միջազգային գործընկերները շատ արագ են այս տարի մեզ միացել, մենք անգամ չենք փորձել Տուն Էքսպոն դիրքավորել դրսի շուկաներում որպես միջազգային ցուցահանդես, այսինքն Հայաստանը որպես հանդիպման վայր բոլոր շուկաների։ Մասին իմացել։ Այո, նրանք գտել են, առաջարկ են ուզել, եկել են։ Բավականին հաջողված բրենդ է սա։ Ես ավելի հատկանշական բան ասեմ, մեր գրանցված այցելուները իդեպ Առաջին կարևոր տարբերությունը այս տարվա մենք երբեք չենք ունեցել մինչև ցուցահանդես, այսօր արդեն այսօրվա դրությամբ 22000 նախապես գրանցված այցելու։ Սա անգամ մեզ համար է աննախադեպ, որովհետև ամեն տարի մինչև 10000 ենք ունեցել նախապես, բայց որ 20-22000 սա ֆանտաստիկ հետաքրքրություն է։ Բացի այդ 27 երկրից ունենք գրանցված այցելուներ։ Եվ սա խոսում է նրա մասին, որ Տուն Էքսպոն այլևս կարող է հայտ ներկայացնել որպես միջազգային ցուցահանդես, պարզապես անցկացման վայրը, որևէ տրենդային մեծ եվրոպական երկիր չէ, այլ տրենդային Հայաստանն է։ Այսուհետ, այո, եւ բոլոր երկրներից կարող են օրինակ գործակալները անշարժ գույքի ինչպես այս տարի գալու են, որպեսզի
ծանոթանան բոլոր գույքերին, ոչ միայն Հայաստանի գույքերին, այլ թվարկված երկրներին նույնպես, որ գնան արդեն իրենց երկրներում կամ իրենց աշխատանքային միջավայրում խոսեն այդ գույքերի մասին։ Նաև մենք այս տարի հայտարարեցինք, որ Տուն Էքսպոն դադարում է լինել պարզապես ցուցահանդես այլևս։ Մենք Տուն Էկո համակարգը ստեղծեցինք, որի շուրջ տարբեր պրոդուկտներ մշակեցինք եւ Էքսպոն այդ պրոդուկտներից մեկն է կուլմինացիոն։ Մենք ունենք մեր Տուն ագենտ հավելվածը, որը Տուն Էքսպոն է արդեն 365 օր, ոչ թե միայն 3 օր, այսինքն դուք միշտ հավելվածում կարող եք տեսնել թարմացվող առաջարկներ, հատուկ առաջարկներ։ Ունենք Տունկաստ ոդկասթը, որտեղ ոլորտի կառուցապատման, քաղաքաշինության ոլորտի տարբեր փորձագետներ, կառուցապատողների հրավիրում ենք եւ խոսում տարբեր հարցերից, արդեն 8 էպիզոդ ունենք հրապարակած եւ շարունակելու ենք։ Ունենք մեր Տուն Էքսպո ինտենսիվ դասընթացը, որը նախատեսված է ոլորտի մեր մասնակիցների համար, հատուկ դասընթաց է մարքեթինգի, սպասարկման, թիմի, պրոդուկտի մասին, թե ինչպես պիտի ցուցահանդեսին ավելի գրագետներ կանան եւ վաճառքը կազմակերպեն ավելի արդյունավետ, սրա մեջ ենք խորացել։ Տվյալահեն մի շարք որոշումներ ունենք այս տարի, որ այդ որոշումների վրա նաև գրանցման կարգը, մուտքը Մերիդիանում, կազմակերպվածությունն ենք մի քիչ այլ կերպ արել։ Այսինքն մենք փորձել ենք Տուն Էքսպոյի մեջ այնքան խորանալ, որ մեր պորտֆոլիոյի մյուս էքսպոները մի քիչ անգամ նեղանում են մեզնից, որովհետև շատ ենք ուշադրությունը տվել Տուն Էքսպոյին, ու որպես միջոցառումների կազմակերպող ընկերություն մասնագիտացել ենք հենց անշարժ գույքի առաջ խաղացման մեջ Տուն Էքսպոյի շնորհիվ, հատկապես երբ տեսնում ենք, որ այն ունի ամբողջ պոտենցիալը որպես հայկական պրոդուկտ աշխարհի ցանկացած երկրում կազմակերպելու ցանկացած շուկայի համար։ Այն տրամաբանությունը, որը մենք ենք գծել ու հասկանում ենք այս ամեն ինչի մեջ։ Դե ինչ, կարելի միայն ու միայն նախանձել եւ սովորել։ Հարց, որը որ բոլորին հուզում են, էլի ասեմ երջիպես, այո։ Ովքեր են այցելուները եւ եթե նշեցիք արդեն իսկ ունեք այցելուները, ովքեր նախնական գրանցում ունեն։ 22000 նախնական Այո, ինչ որ գրանցում։ առավելություններ ունեն այն մարդիկ, ովքեր որ ֆուտբոլից ավելի շատ են հետաքրքրում։ հնարավոր է բոլորին վերցնել այդ օրը եւ գնալ Կիրակնորվա Հայաստան Մարզադաշտը շատ ավելի փոքր է։ Ես առաջարկում ֆուտբոլիստներին բերել այնտեղ ընդհանրապես։ Գան Մերիդիանի դիմաց։ Մենք թիրախավորում ենք, ինչպես նշեցի, առաջին հերթին մարդկանց, որոնք փնտրում են իրենց բնակարանը, որտեղ պիտի բնակվեն, այո։ Նաև թիրախավորում ենք այն մարդկանց, որոնք ունեն արդեն իրենց բնակարանը կամ շուտով պատրաստ կլինի, բայց փնտրում են երկրորդ գույք, փնտրում են ներդրումային գույք ոչ Հայաստանում։ Անխոս մենք խրախուսում ենք Հայաստանում առաջին, երկրորդ գույքերի ձեռքբերումը, որովհետև ունենք ֆանտաստիկ նախագծեր, շատ լավ առաջարկներ, ընդ որում խոսքը միայն Երևանի մասին չէ, այլ բոլոր մարզերում, գրեթե բոլոր մարզերից մենք ունենք առաջարկներ, եւ բացի այդ եկամտային հարկի հետ վերադարձի մասին օրենքը գործում է Երևանից դուրս, այո, մարզերում եւ անգամ Երևանի արվարձաններում, որտեղ դիմացի մայթը Երևան է, իսկ մյուս մայթը օրինակ Կոտայք է, այո։ Այնտեղ գործում են, նաեւ նշենք, որ Երևանում եւս կան դեռ նախագծեր, որոնք տեղավորվում են այդ օրենքի տրամաբանության մեջ, քանի որ շինթույլտվությունը մինչև այդ օրենքի դուրս գալն էին ստացել եւ ներկայանում են Տուն Էքսպոյին տարաժամկետում վերանայված տոկոսով հիպոթեկային վարկեր բանկերի կողմից, որովհետեւ բանկերը նույնպես շատ մեծ շուկով ու լավ առաջարկներով մասնակցում են։ Եթե այսպես նշենք, այցելուները գտնելու են այստեղ կառուցապատողների, գործակալությունների անշարժ գույքի, գտնելու են նաեւ հարակից տարբեր ոլորտների ընկերությունների, օրինակ, եթե դուք ձեր բնակարանը գնել եք ու վերանորոգման փուլում եք, դուք կգտնեք նաև առաջարկներ ձեր բնակարանի վերանորոգման տարբեր հարցերի եւ լուծումների համար, ջերուցում, պարկետ, կահույք, ամեն ինչ։ Այո, մեր կողքի սրահում, ջահեր, եւ կողքի սրահում, ոչ հիմնական սրահում, երկրորդ սրահում տեղավորված են մնացած ոլորտները, իսկ երբ արդեն Մերիդիանը նոյեմբերին կհանձնվի ավելի մեծ տարածքով, մենք կանենք արդեն ավելի մեծ Տուն Էքսպոյից զատ նաև մեր Հոմինգ Էքսպոն կմիանա եւ կանենք նաև շատ մեծ, ինչպես Տուն Էքսպոն է, Հոմինգ Էքսպոն կողքը, այսինքն տունը գնեցինք, մտանք վերանորոգման հարցերը։ Ասոցիացիաներին ասնենք, Դիանա Էքսպոներ, Նելի Թրենդեր, Տուն Էքսպո Զեղչերի մասին խնդրում եմ, որտեղ ես գիտեմ մարդկանց, որոնք որ ինձ զանգում են, ասում են Տուն Էքսպո, ես Տուն Էքսպոյի փոխտնօրեն եմ։ Տուն Էքսպոն երբ հա, ասում եմ ժողովուրդ գրված է երբ։ Կճշտեմ կամ հա, ճշտում եմ։ Շուտով։ Եվ սպասում են, որ գնան եւ զեղչերով ամուսնացել են, կես տարի առաջ, սպասել են,
Ասում կարող է կես տարի առաջ մի անգամից գնեք, արդեն այդ զեղչերը մեջներ լինել։ Հիմա զեղչերն են սպասում, կան զեղչեր թե ոչ։ Հետաքրքիր է, որ իրականում այո, տուն էքսպոն միշտ բացում ու փակում է անշարժ գույքի շուկան կարծես ամեն տարի, ու երբ որ մենք արդեն տարին 2 անգամ կանենք, ունենք նման որոշում, տարվա սկիզբ ու վերջ, այս թեզը լրիվ կհաստատենք։ Եվ այո, ես նույնպես ճանաչում եմ մարդկանց, որոնք ամուսնացել են եւ սպասում են տուն էքսպոին, ոչ մի քայլ չեն անում, մինչեւ տուն էքսպոն չգա եւ ինչու, որովհետեւ մարդիկ արդեն 5 տարի է գիտեն, որ տուն էքսպոյի շրջանակում առաջարկվող նախագծերի արժեքները երբեք չեն լինում նույնը տուն էքսպոից հետո։ Գուցե որպես էքսպո ամիս մի քիչ շարունակվեն այդ զեղչերը, բայց տուն էքսպոից հետո այդ զեղչերը վերանում են։ Եվ մի թյուր կարծիք Եվ դա իսկապես զեղչեր են։ Այո, ես նաև խնդրում եմ, որ մեր այցելուները անպայման համեմատեն, այսինքն տեսնեն օրինակ մի քանի ամիս առաջ այդ գույքը ինչ էր արժենում, հաշվի առնելով նաև կապիտալիզացիան այդ ամիսն ինչքան պիտի թանկանար եւ տուն էքսպոյի շրջանակում ինչ գնով է ներկայացված, առավել եւս որ մենք ունենք մի շարք խաղարկություններ, որտեղ մինչեւ 9-10 միլիոն դրամի վաուչերներ են խաղարկվում եւ եթե մարդը Քառակուսի մետրեր, փաստորեն։ Իսկապես այո, Մետրեր եւ մետրեր։ Մետրեր։ Եթե իսկապես ամրագրել է բնակարան եւ նա հատուկ առաջարկն է գործում պլյուս խաղարկությունը, դա էական խնայողություն է բնակարանի ձեռքբերման հարցում։ Եվ պատահական չէ, որ մարդիկ սպասում են, որովհետև վստահ եմ բոլորը ունեն ծանոթներ, որոնք հաջողությամբ այս 5 տարիների ընթացքում իրենց բնակարանը հենց տուն էքսպոից են գնել եւ տեսել են այդ խնայողության էական չափը, այդ պատճառով բոլորը սպասում են։ Մեկ եւս մեկ շատ կարեւոր հարց։ Եթե այդ զեղչերը կան եւ իսկապես նրանք կլորիկ եւ թոթոլիկ են, այդ ընկերությունները, որոնք որ այդ զեղչերը տրամադրում են, փաստորեն այնքան լավ է իրենց գործերը, ել չեմ ասում որ տուն էքսպոյի մասնակից են։ Այդ շուկան անդադ զարգանում է մեր երկրում եւ դուք էլ կարող եք ասել, որ 6 տարվա ընթացքում շատ մեծ զարգացում է։ Այո, ընդհանրապես մեր պետության, եթե տարիքը նայենք եւ տնտեսության վիճակը կամ այն վիճակով, որ տարբեր բիզնեսներ գտնվում են, շատ նորմալ տրամաբանական զարգացում է։ Հաճախ օրինակ, գիտեք, ինչքան մեղադրանքներ է հնչում քաղաքաշինության ու կառուցապատման ոլորտին, որ սա ինչ է, ես ինչ ամբռնազբոս շինարարություն է եւ նորմերը չեն պահպանվում։ Այո, շատ բան վատ է, բայց շատ բան էլ լավ է։ Կարգավորման ճանապարհին է եւ այդպես է կարգավորվում, այսինքն եթե բոլորը լինեին էքսպերտ, առաջին բանը անելուց միանգամից իդեալական անեին, մենք կապրեինք թերևս իդեալական տիեզերքում եւ աշխարհում։ Մարկրաֆտում կապրենք։ Այո, բայց քանի որ սա կյանք է եւ ցանկացած բիզնես, այդ թվում եւ քաղաքաշինական բիզնեսը, որը այո կոմերցիա է, այո սովորում է, նույն կերպ պետական կարգավորումները, շատ բաներ բացի թողի վիճակում են կամած կարգավորվում են, քաղաքաշինական նորմերն են, թեկուզ քաղաքապետարանի կողմից տարբեր վարչությունների այժմ կարգավորվում, տարբեր ինտերվյուների ժամանակ տպավորությունն է, որ ես մի քիչ իրավաբանի բանն եմ ինձ վրա վերցնում կառուցապատողներին պաշտպանելու, բայց ես իմ աչքով տեսնում եմ ինչքան դժվար ոլորտ է կառուցապատումը եւ նաեւ տեսնում եմ որ այն կառուցապատողները որոնք բարեխիղճ չեն կամ որպես գործարար չեն մտել երկար ժամանակ խաղի մեջ մնալու նրանք շատ արագ ֆիլտրվում են եւ շուկայից դուրս են մնում եւ մնում են ի վերջո շուկայում մնում են այն կառուցապատողները որոնք անում են վստահելի, խելացի, եւ նաեւ դրսի էքսպերտիզան գիտեք քանի կառուցապատող իր թիմում հրավիրում է եւ պահում է դրսից մասնագետներ վճարում է շատ մեծ գումարներ բայց շատ արդարացված որ օրինակ իրենց համալիրի լանդշաֆտները օրինակ անում են հոլանդացիներ կամ իտալացիներ կամ կառուցապատման մեջ օրինակ չգիտեմ այդ ցեմենտ բետոնի եւ մնացած որոնց մեջ ես էքսպերտ չեմ հարցերը կազմակերպում են դրսի մասնագետներ որովհետեւ նաեւ եկեք փաստենք որ մենք չունենք համել ինստիտուտը Հայաստանում կրթական այդ միջավայրը որ այս ոլորտը այո ինչպես օրինակ միջոցառումների կազմակերպումը ունենա ակադեմիական հենք ինչ էլ կա շատ այսպես սովետից հետո սովետի ժամանակ եղել է այդ որակը թերևս կփաստեն մարդիկ որոնք ապրել են մեծ մարդ այո ես հիշում եմ այո ինչը հիշում եմ Ինձ մի հարց է հետաքրքրում շատ անգամ մենք խոսում ենք այն մասին որ մենք գտնվում ենք պատերազմական գոտում թերևս այս պահին չէ բայց դա տնտեսական առումով այդքան էլ լավ չենք ենթադրենք ինչ-որ բան, բայց տների գները երբևիցե չեն իջնում Հայաստանի Հանրապետությունում, այլ բոլոր կանխատեսումները գրողից այո, եւ բոլոր կանխատեսումները կարծես թե հոդսնդեցին եւ ամեն տարվա սկիզբ լսում ենք որ կտեսնեք այս տարի տների գները անպայման կիջնեն եւ երբեք դա չենք տեսնում, այլ ինչպես դուք նշեցիք յուրաքանչյուր մեր առած գույք տարին տարվա վրա էլ ավելի էսպես թանկանում է։ Այս սա ինչի հետ է կապված։ Իզուր չէ որ մենք սիրում ենք ասել որ անշարժ գույքի ձեռքբերման լավագույն ժամանակը 3 էր։ Այսինքն մարդիկ, որոնք իսկապես ոտքը կախեն գցել, որ ինչ-որ բան էժանանա, իրենք ուղղակի բաց են թողում իրենց հնարավորությունը ավելի մեծ կապիտալիզացիա գույք արդեն ունենալու, հա, հաջորդի։ Ինչի հետ է կապված։ Ինքս չեմ կարող
թե քաղաքական թե տնտեսական վերլուծություն անել այս թեմայով, թերևս երևի պիտի դիմել էքսպերտների հասկանալու համար, բայց կարող եմ ասել, որ ամբողջ աշխարհում է անշարժ գույքը որպես կապիտալ թանկանում, այսինքն սա միայն Հայաստանում եղած դրսևորում չէ, ասեմ ավելին, ձեզ բերեմ վիճակագրական տվյալներ։ Նախորդ տարի 2025 թվականի հունվարին գնման իրավունքով վաճառվել է 400 գույք, այս տարի նույն ամսին հունվարին 800 Հայաստանում փետրվարին նախորդ տարվա վաճառվել է 500-ի կարգի, այս տարի 1000-ից ավել, մարտի տվյալները դեռ չկան, շուտով կլինի, սա վերջնական վաճառված գույքերի տվյալներն, այսինքն շուկային 2x է այս տարվա դեռևս առաջի 2 ամսվա տվյալով։ Շտապեք։ Հաշվի առնելով, որ շատ նախագծերում չկա եկամտային հարկի հետ վերադարձի օրենքը, շատ նախագծեր թանկացել են, ուղղակի Կարծես թե պետք է հակառակ պրոցես տեղ ունենա։ Ինչի մասին մենք չենք խոսում, որ իրականում նաև մեր մասնագետներն են թանկանում, աշխատավարձերը ամեն դեպքում բարձրանում են, մարդիկ եկամտի արդեն ոչ թե մեկ, այլ մի քանի աղբյուրներ են սկսում ունենալ, երիտասարդ սերունդը ավելի հնարամիտ է, չի բավարարվում, ինչ որ իրեն հրամցնում են, այո։ Չի ասում կգնանք մերոնց հետ կապրենք, այո, բոլորը ձգտում ձգտում են են ավելի հանգիստ կյանքի, ավելի private հայերեն հարմարավետ եւ միայն իրենց համար նախատեսված կյանքի եւ հետեւաբար իհարկե նաեւ կա վատ վիճակագրություն կապված բաժանությունների հետ ընտանիքների, ինչը նաեւ նպաստում է սա անխուսափելի կապված բան է, նպաստում է, որ բնակարանները արդեն լինեն ոչ թե 2 հոգու, այլ 1 հոգու համար։ Եվ սա աշխարհի վիճակագրությունն է։ Համեմատ ավելի շատ մարդ է բաժանվել, քան նախորդ տարի։ Ես այդ Երբ վատատես է կարող է այդպես մտածել։ Իսկ ես մտածում եմ, որ 2 անգամ ավելի շատ բալիկներ էին ծնվել 27 տարի առաջ եւ շատացել են մարդիկ, որոնք որ պետք է բնակարան գնեն։ Ձեզ մաղթում ենք հաջողություն, ել ավելի շատ այցելուներ։ Մեր հեռուստադիտողների եւս մեկ անգամ հորդորում ենք անպայման գնացեք, ինչպես արդեն նշեցինք, պարտադիր չէ գնել տուն, բայց կարող եք ծանոթանալ եւ կարող են առաջարկներն այնքան գրավիչ լինել, որ անգամ չեք մտածում դրա մասին, բայց սկսեք մտածել առաջարկների շուրջ։ Միայն կուզեմ որպես վերջաբան ամփոփել, նախ շնորհակալություն հայտնել ձեզ անդրադարձի համար եւ հետո նաեւ շնորհակալություն հայտնել ոլորտի մեր բոլոր գործընկերներին, որոնք արդեն 6-7-րդ անգամ, եթե Մոսկվան էլ հաշվենք, միանում են մեզ ու ստեղծում են այս մեծ տոնը քաղաքի համար, գլխավոր հովանավոր ML Mining-ին, հիմնական գործընկեր Redimest Group-ին, պաշտոնական գործընկեր կառուցապատողների հայկական ասոցիացիային եւ իհարկե մեր թիմին Big Projects-ի, որ անխոնջ կերպով աշխատում են այս ամենը կյանքի կոչելու համար, որովհետեւ շատ դժվար է ոլորտը, շատ են թերհավատները, շատ է քննադատություն այս ոլորտի հանդեպ եւ արդեն Հայաստանում 6-րդ անգամ ապացուցել, որ գիտեք, կառուցվում է երկիրը չի քանդվում, ամեն դեպքում հա փաստերը դա են հուշում, բարդ է, բայց շնորհակալ ենք, որ դուք էլ մեր կողքին եք այս բոլոր 6 Բոլորս դեպի տուն էքսպո եւ սիրելի տղամարդիկ, եթե չեք ուզում տուն գնել, կանանց թողեք տանը։ Եթե ուզում եք տուն գնել, անպայման կանանց Իսկ տարեք եթե ձեր։ խելացի տուն գնել, ուրեմն Միայն կանանց անպայման ուղարկեք։ կանանց հետ գնացեք։ Շնորհակալություն Դիանա, Շնորհակալություն։ շարունակենք մեր առավոտյան եթերը եւ Ինչ այս եմ պահին ասում, ըստ երևույթի աստվածները մեզ ոչինչ չեն ասում։ Ասում են։ Եթե աստվածները լռում են, ուրեմն գովաստ, այդպես կարելի է ասել։ Գովաց շանթի եթերում։ Այս ընթացքում կարող եք դուք էլ հասնել գրանցվել տուն էքսպոյում։ Գնացինք։